Դիլիջան համայնքի Գոշ գյուղում արդեն մոտ 1 ամիս ընթացքի մեջ է խմելու ջրի մատակարարման նոր ամբողջական համակարգի կառուցումը, ակունքից բնակարան, ինչը երբևէ չի իրականացվել գյուղում։ Սուբվենցիոն ծրագրով գյուղամիջյան մի քանի ճանապարհի բարեկարգումից հետո հերթը ջրագծինն է։ Երկար տարիներ սպասել ենք այս աշխատանքներին, միշտ խնդիր ա եղել ջրագծի հետ կապված։ Ջրագիծը կառուցված ա եղել 70-ականների վերջերին, մաշված բոլոր խողովակների վատ վիճակից նաև ունեցել ենք լիքը կորուստներ, գյուղի զարգացման հետ համատեղ նաև առաջնային հարցը միշտ դրել ենք ջրագծին, մեր համայնքային ճանապարհները արդեն կառուցել ենք մոտ 1500 գծամետր, ջրագիծը կառուցում ենք մոտ 15 կիլոմետր, ջրագծի արժեքը 315 միլիոն դրամ է, որը իրականացում է սուբվենցիոն ծրագրով, 30%-ը համայնքի ներդրումն է, 70%-ը պետական ներդրումով։ Շինարարներն աշխատում են երկու ճակատով, քանի որ Գոշը յուրահատուկ ռելիեֆ ունի։ Գյուղի երկու վերին եւ ներքին հատվածները միմյանցից հեռու են 3-ից 4 կիլոմետր։ Երկուսն էլ ապահովված կլինեն արտաքին եւ ներքին ջրամատակարարման նոր ցանցով։ Շինարարությունում ներգրավված են հիմնականում գյուղի բնակիչներ։ Ունենք մոտ 15000 մետր ցանցի ամբողջական կառուցում, ամբողջական թարմացում։ Ներքևի հատվածի համար առանձին ցանցակառուցվում, վերևի հատվածին առանձին ցանցակառուցվում։ Որտեղ որ Գոշավանքն է նաև մոտ 3 կիլոմետր սարից պետքա կառուցենք նոր ջրագիծ եւ ջուրը հասցնենք գյուղ։ Հետո գյուղի մեջ, ասենք, հետո գյուղի բաշխումը կատարենք։ Իսկ ներքևի Գոշ մոտ 5.5 կիլոմետր հեռավորությունից ենք վերցելու ջուրը ու տանենք ընդեղի արդեն գոյություն ունեցող բասեյներ։ Խմելու ջրի խնդիրը հատկապես հրատապ է դարձել գյուղում տասնյակ հյուրատների կառուցումից հետո, բնակավայրի զբոսաշրջային զարգացման հեռանկարով պայմանավորված։ Չնայած սպասվող դժվարություններին, շինարարները վստահեցնում են, ինչպես եւ նախատեսված է, կհասցնեն ավարտել սեպտեմբերին։ Իրինա Մկրտչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։